Երբ կավարտվի սև շերտը, կենդանակերպի 3 նշաններ ամռան սկզբին ճակատագրի կտրուկ շրջադարձ կզգան, աստղային կանխատեսում Վասիլի Սավոլոդինայի կողմից։ Երկար դժվար շրջանից հետո բախտը վերջապես կժպտա կենդանակերպի մի քանի նշանների։ Հայտնի աստղաբան Վասիլի Սավոլոդինան խորհուրդ է տալիս այս համաստեղությունների ներկայացուցիչներին ամառվա սկզբին ավելի ուշադիր լինել առաջացող հնարավորությունների նկատմամբ և չվախենալ ռիսկի դիմելուց։ Աստղերը չափազանց բարենպաստ են դասավորվում։ Խեցգետին Հունիսը խեցգետինների համար երկար սպասված հանգստության շրջան կլինի մի շարք փորձարկումներից հետո։ Աստղաբանական հաշվարկների համաձայն, բացասական շարանը վերջնականապես կավարտվի առաջիկա շաբաթներին։ Դուք կարող եք ակնկալել էներգիայի և վստահության աննախադեպ աճ, որը իդեալական պայմաններ կստեղծի նոր ծրագրեր իրականացնելու կամ երկարամյա ծրագրեր ավարտելու համար։ Անձնական կյանքում հնարավոր են հաճելի անակնկալներ, փոխադարձ սիրո խորացում։ Ձեր ֆինանսական վիճակն աստիճանաբար կբարելավվի, հնարավորություններ բացելով փոքր, բայց հաճելի ձեռքբերումների համար։ Խորհուրդ է տրվում առանձնահատուկ ուշադրություն դարձնել օրգանիզմի վերականգմանն ու բավարար հանգստանալուն։ Երկվորյակներ Օդային նշանի ներկայացուցիչներն ամռան սկզբին կարող են ակնկալել արագ անցում դեպի լավ էներգիայի։ Ինչպես շեշտում է աստղաբանը, բնական հմայքն ու մարդամոտությունը կօգնեն հեշտությամբ հաղթահարել մնացած խոչընդոտները։ Մասնագիտական ոլորտում հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել ձեր կարիերայի հետագիծը։ Զգացմունքների ոլորտը կլցվի ներդաշնակությամբ, իսկ ֆինանսական մուտքերը թույլ կտան իրականացնել ձեր վաղեմի երազանքները։ Փորձագետը խորհուրդ է տալիս չխուսափել նոր ծանոթություններից, դրանք կարող են անսպասելի բոնուսներ բերել։ Ջրհոս Այս նշանի ներկայացուցիչների համար ամառվա առաջին ամիսը կլինի ստեղծագործական ծաղկման և մասնագիտական աճի շրջան։ Վոլոդինայի խոսքով արտասովոր լուծումներ գտնելու ձեր կարողությունը կօգնի նույնիսկ ամենադժվար իրավիճակներում աշխատանքի մեջ դուք արժանի ճանաչում և ամրապնդված հեղինակություն կստանաք։ Անձնական հարաբերություններում կհաստատվի ցանկալի ներդաշնակություն, իսկ կայուն ֆինանսական վիճակը թույլ կտա վաղուց ծրագրված հաճելի գնումներ կատարել։ Մի մոռացեք ժամանակին վերականգնել ձեր ուժերը և հոգ տարեք ձեր ֆիզիկական վիճակի մասին։ Շնորհակալություն ենք հայտնում Վասիլի Սավոլոդինային հետաքրքիր և ոգևորող կանխատեսման համար և հաջողություն ենք մաղթում մեզ բոլորիս և մաղթում, որ ամռան սկիզբը լինի բարեհաջող և հետաքրքիր իրադարձություններով լի։ Շարժվելով առաջ ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում։ Նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այդ շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել. Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը, դա ըստ
հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկներ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։